Բարի ժողովուրդ, մեր սմերը ոնց որ արդեն սկսվեց։ Հիմա 5 աստիճան է, բայց պետք է էլի իջնի։ Արդեն այս շաբաթ ոնց որ այս գիշերվանից մինուս պետք է լինի, -1, -2, ցերեկները 1, 2, 3 ցուրտ։ Կարճ ասած ձմեռը սկսվեց։ Նորմալ է, դե ձմեռը, բա ինչ պիտի անի։ Դրա համար այսօր շարֆ գցեցի, ձեռնոց էլ դրեցի, պատրաստված դուրս եկա։ Առավոտ ձեր մեկնաբանությունները կարդացի, ժողովրդյան դուրս գալուց առաջ, եթե հարցի տեսքով ինչ-որ բան եք գրում, ես հենց այդ տեղում պատասխանում եմ, շատ սիրում ցանկություններ ու մաղթանքներ եք գրում, սրտիկում եմ ու գրում եմ, պատասխանում եմ, անչափ շնորհակալ եմ ձեր շատ սիրուն մեկնաբանությունների համար։ Մի մեկնաբանություն էլ կար, որ անընդհատ նույնն է, լավ էլի անընդհատ նույնն է, հասկանում եմ ձեզ, երևի այդպես հետաքրքիր չի, բայց գրել էր ճամփորդեք, հետաքրքրություն մտցրեք եւ այլն։ Ճամփորդում ենք, երբ որ արձակուրդ ենք ունենում, անդադ չենք կարող ճամփորդենք։ Կոնկրետ ասենք շաբաթ կիրակի օրերն է բան, բայց շաբաթ օրերն էլ եմ ես աշխատում, դրա համար էլ չի ստացվում, որ գոնե շաբաթ կիրակի ազատ ունենամ, որ գոնե մի 2 օրով ինչ-որ տեղ գնանք։ Դրա համար այդպես ազատ չեմ էլի, որ մենք կարողանանք ճամփորդել։ Դե արձակուրդն էլ գիտեք, տարին մի անգամ կամ եթե կես ենք վերցնում 2 անգամա, այս տարի այս ընթացիկ տարին արդեն վերցրել ենք, հաջորդ տարի արդեն պլանավորել ենք, կճամփորդենք, դուք էլ կտեսնեք։ Թե չէ մենք էլ շատ կուզենանք ճամփորդենք։ Իսկ այստեղ էլ նայեք, շաբաթ օրերն էլ եմ աշխատում, մենակ կիրակի օրն եմ ազատ։ Կիրակի օրն էլ ես շատ երիտասարդ չեմ էլի, որ ասենք չհանգստանամ կիրակի օրն էլ գնանք միտեղ ման գալու։ Ինձ հանգիստ է պետք, որովհետև ինչ ուզում ա լինի, վերջը ռոբոտ չեմ էլի, մարդ եմ, գնացքն եկավ, էլի պետք է ընդհատեմ։ Ուզում եմ ասեմ, էս է մեր կյանքը, սիրելիներս, ինչ ասեմ, եթե ձանձրալի է լինում, ներող կլինեք։ Հիմա գնամ նստեմ արդեն գնացք։ Հիշում եք անցյալ բլոգում, որ ասեցի հաց էի վերցրել, որ հացու թթվասեր, որ տայի մուրացկան են։ Ետ դառնալուց էլ մուրացկան չկար, նստած թե ինչ բաներ, երեք մուրացկան չտեսա, չկայի նստած։ Հիմա մտածեցի, ետ դնեմ ինչ-որ տեղ, կարող է տեսնեն իմ համար բան էլի, նկատողություն անեն կամ մի բան։ Դրա համար ասեցի, դե լավ, ինչ արած նորից ետ տանեմ, գնացքի մեջ կթողնեմ, որ մարդ չտեսնի։ Մինչև ետ առա, եկա հասա գնացքի մեջ ինքան սուված էի, որ այդ հացը ես կերա, թթվասերը չկերա, բայց հացը ես կերա։ Ծիծաղս գալիս էր, շուտին հետո պատմեմ, ասում եմ, ահա դրա համար էլ երեք մուրացկան չի եղել, որ պետքա շատ սուված լիներ ու ուտեիր։ Երեք որովհետև ընդմիջման համար նորմալ բան չտարա հետս, դրա համար ինքան սուված էի, այդ ցամաք հացը նստեցի կերա։ Բան էին փոքր այդ բուլկիների նման հացերից էին 2 հատ, դրանք կերա։ Այդ դրա համար փաստորեն երեք ես ինձ բան արեցի, բարեգործություն արեցի։ Այդպես ժողովուրդ ջան, վագոն մեջ ահագին մարդ կա, էլ երևի չխոսեմ, որ չխանգարեմ իրանց։ Մեր ճաշարանը ասեց սիրուն զարդարել են։ Հյուրասիրության համարել են այստեղ բան դրել, սա գնանք նայենք ստել մեր տոնածառը։ Քաղցրավենիք, պեչենիներ, բաներ։ Քաղցրավենիք են դրել, հաճելի ամեն դեպքում, ես էլ սիրուն այսպես զարդարել են։ Հաճելի է, այս միջավայրում ընդմիջում անել է, յոգուրտ եմ բերել, կատնաշոր ու մածուն եմ իրար խառնել, բայց նրանց հետո պետք է ոչ յուղային հունական մածուն առնեմ, այս 10%-անոց է շատ է, պետք է քիչ յուղային առնեմ ու բուտերբրոդ եմ բերել երշիկով, պանիրով ու ամբողջահատիկ հացով։ Ինչևէ, ես արագ ընդմիջում անեմ գնամ։ Հաց, հնդկահավի երշիկ, պանիր ու աղցան ու այստեղ էլ սերմեր եմ լցրել։
Hallo Mom. 20 րոպե ժամանակ ունեմ գործը սկսելուց առաջ ուզում եմ Աշոտի համար պետքա բացինկա նայեմ, տեսնենք թե ինչ ունենք մեր խանութում եմ։ Այդքան էլ շատ բան չկա։ Սենց սև բացինկաներ կան։ Սրանք մեծ ռազմերներ են, նենց էլ ծանր են, արժեքներն էլ չկա գրած։ Ինչ արժեն չգիտեմ։ Հա, էսա կա լավ, էս տեսակը 20 եվրո է։ Նայենք լեստեղ էս գույները չէ, էս ձևն էլ չէ, գիչած սպորտային է։ Էս տեսակները ընդհանրապես չէ, այդքան շատ տեսականի չկա։ Համարյա թե բան էլ չկա, ինչա որ Էս մի ձևն է, էս մի տեսակն է, էլ չգիտեմ էլ մեջերը ոնց է, շնորհակով։ Այստեղ էլ դամաշնիկներ են, հա, այստեղ էս տեսակ բան էլ կա։ Սրանքից դուր են գալիս գույները երևի, չգիտեմ, կապուտոտ, ու հատկապես էս գույնից դուր է գալիս, չգիտեմ Աշոտը ինչ կասի, բայց Սրանք էլ արժեն 22 եվրո։ Նայեմ լրազմեր կա, չգիտեմ, երևի տանեմ մի հատ տեսնի։ Չգիտեմ, ինչ կասի։ Ես թվում է սպիտակ տակերի համար կարող է չհավան, երևի նկարեմ տանեմ ցույց տամ, չնայած շատ չկա կախած։ Այսօր արդեն Սուրբ Ծնունդի նախորդ օրն է, իրիկունը, ու մարդիկ դեռ գալիս են, երև պակաս պրատ նվերներ ունեն, միած սենդվիչ եմ սարքել բերել ուտելու, այսօր յոգուրտ չեմ սարքել, ես արագ ուտեմ ու գնամ, լավա, աղեկա հանգստանանք, նախապես շնորհավորում եմ ձեր Սուրբ Ծնունդը, եթե նշում եք 25-ին, եթե չէ դե մերը ժամանակ ունենք դեռ մեր Սուրբ Ծնունդի համար։ Սալյուտ չես։ Մեր խանութի մաքրուհին է շատ լավն է, շատ կշարունակեմ այսքան տեղ անցնեմ։ Նայեք ժողովուրդ ջան, հիմա արդեն ամսի 24-ի իրիկունն է, այս փողոցներում համարյա մենակ տեսնում եք ոչ քրիստոնյաներին, ովքեր որ չեն նշում այս տոնը։ Սուրբ Ծնունդը չեն նշում, որտեղ հիմա տեղացիները իրանց տներում են, անգամ կարուսելը չի աշխատում, այնտեղ էլ ձմեռ պապիկն է կանգնած, ձմեռ պապիկներն էլ հո էր անում, այդպես ժողովուրդ ջան, ուրեմն ասեցի մեր մաքրուհին է, որ երկրից է չեմ հիշում, բայց եթե չքան լավ կին է, ոնց որ լույս, ոնց որ բարություն, շատ լավն է։ Երկու երեխան հետը չեն, ինքն ու ամուսին են, մյուս երեք երեխաներ հետ էստեղ են, այն երկու երեխան մնացել են իր երկրում։ Հիմա դե պատկերացեք ինչքան դժվար է իր համար։ Իսկ այստեղ բերելու համար էլ ասեց երկու երեխի համար 24-25,000 եվրո փող է պետք։ Դա հսկայական գումար է։ Ինչևէ Լավ, այստեղ հլա անջատեմ ժողովուրդ ջան, տրամվայի տակ չգնեմ։ 3 այս ժամին այստեղից անցնել չէր լինում, այսօր արդեն նայեք ինչքան հանգիստ է։ Այս վերջի ժամերին արդեն, այսօր մինչև 6-ն էինք աշխատում, վերջի ժամերին արդեն մենակ ոչ քրիստոնյաներ էին խանութում, այսինքն քրիստոնյաները արդեն սկսել էին իրանց տոնը, իսկ մյուսները իրանց սովորական առևտուրն էին անում։ Աղի շատ մարդ կար էլի, հասուն մինչև անգամ մի հոգի հարցում ասում վաղը աշխատում եք, ասում գայ քո խիղճը կտրվի, վաղը ինչ աշխատենք, գոնե մի օր տանը չմնանք։ Այդպես ինձ թվում է
կարող եմ առուկացիին ինչ այլ աղջիկին 2 հոգի 3 հատ նկարի ռամկա առան շրջանակ հետո երևի 10-20 րոպե հետո նորից սպասում են երևի որ հենց ինձ մոտենան վերջը մոտեցան են աղջիկն ասում է մենք նոր առանք սրանք քո մոտից բայց ուզում ենք փոխենք այս նկարը փորձել ենք ասում ես մյուսների վրա է լավ լինում ու իրոք նկարը դրել էին նոր ուրիշ ռամկայի վրա իսկ իրանց տոպրակի մեջ 3 հատ ռամկա էր ես հիշում եմ էլի ասեցի հա ասի դուր տիկետն էլ կասայի բանն է կտրոնն է դուր հանեց բաները ռամկաները հիմա կտրոնն եմ անգալիս չի գտնում չկա կտրոնը ասում եմ բայց կտրոնը պետք է ասում է հա բայց մենք նոր քո մոտից առանք ասում է չես հիշում ասում հիշում եմ լավ էլ հիշում եմ բայց առանց կտրոնի չեմ կարա գործարք անեմ պետք է կտրոնը ինձ տաս մանա գալիս չի գտնում ու այդպես կանոն էլ մնացել է ետև էլ հերթ է գոյացել ասեցի կարաս դրանք վերջնես գնասենք ում կտրոնը գտնես նոր գաս ասի ես պետք է մարդիկ սպասում են սպասարք եմ վերջը շատ դժգոհ մուննաթով վերցրեց գնաց ոնց որ հիշելով պետք է ես իրան վստահի կամ էլ առանց տոմսի ոնց պետք է գործարք արվի վերջը դժգոհ գնաց ասի գնում ես գնա հետ մի 15 րոպեի մեջ կտրոնը ինչ արեցիք մյուս օրերը որ անցնում եմ այստեղ նստած են լիքնեն հիմա ամեն ինչ փակ է մարդ չկա նայեք հատուկ են տուրիստներն են երևի հիմնականում որ դուրս են եկել քայլելու նայեք այստեղ էլ չկա մարդ դատարկ է կերստ մարկտը գնանք հիմա կանգար մի հոգի մոտեցել հարցնում է ձեռքը տրիկոյա լեգինգս ասում է սրանք որտեղ են կախած հենց սենց մուննաթով սրանք որտեղ են կախած ոչ ասում է կներեք մի բան կարելի է հարցնել ոչ մի բնականաբար արդեն ինչքան էլ համբերությունը հատում է էլի իսկական այս տրամվային եկավ գնացքի միջից կշարունակեմ անծանոթ կիներ այնքան ջերմ բարևեց ինձ հաստատ չէի ճանաչում այդ կնոջը չգիտեմ էլ ինչ ազգեր անգլերենով բարևեց ոնց ես ասում է ասի լավ եմ բայց ով էր չգիտեմ երևի խանութում է ինձ տեսել ինչևէ ժողովուրդ ջան ուրեմն այդ կինը որ ասեցի լեգինգը ձեռը ինձ հարցնում այդպես մուննաթով հարցնում ասում է սրանք որտեղ են ոչ կներեք ոչ մի կարելի է հարցնել ոչ մի բան ասեցի այդտեղ պետք է լինի այդտեղ նայի ոնց հարցեց այնպես էլ պատասխանեցի կարամ սիրալիր լինեմ ինչքան որ պետք է բայց եթե ինձ ես միշտ ասում եմ էլի ես չեմ սկսում երբեք եթե իմ հետ կոպիտ խոսացին ես կոպիտ եմ պատասխանում ասում է այստեղ չկա ասի դե այդտեղ էլ ման արի ասի չկա այդտեղ պետք է լինի ասեցի ու գնացի համբերությունն էս մեկ-մեկ չի էլ հերիքում չգիտես ինչ վայրի ցեղեր ասես հանդիպում են զգացիք էլի չխայնացա նվերի համար մի հատ սիրուն պիժամա եմ առել ուզում եմ ձեզ ցույց տամ փափուկ լավ պիժամա է սել վերևը սիրուն է չէ 17 եվրո արժի Descends, allez, une marche. Une. Allez, va. Երևի այսքանով վերջացնեմ այսօրվա վլոգը գիտեմ դժգոհում եք որ ցանցրալի է հետաքրքիր բաներ ցույց տամ բայց ինչ արած ցավոք սրտի էսա իմ առօրյան էսա իմ կյանքը էսա եթե ցանցրալի է ինչ կարամ անեմ ժողովուրդ ջան Այսպես լավ մնացեք կհանդիպենք հաջորդ վլոգում հաջողություն